Ձեռքդ ես վերցնում վրձինն ու բրիչը եւ հանկարծ հայտնվում միջնադարում։ Քասախի կիրճում, Սերկևիլի ձորի հատվածում հայտնաբերվել է 5-ից 13-րդ դարերի ժայռափոր համալիր։ Ինչ որ մեզ հասել է, սա արդեն մեծ գանձ է մեր ազգի համար, մեր հետագա սերունդների համար։ Համալիրում պահպանվել են դամբարան, խորան, սուրբ սեղանով, ճգնավորի սենյակ, տնտեսական հատվածներ, օջախ, խաչքար ու մեսրոպատար արձանագրություն։ Բացահայտել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը։ Այս հատվածը վաղ միջնադարյան համալիր է ինքը, որը բաղկացած է դամբարանից, սրբատեղից, որտեղ ունենք խորան, աղոթատեղի է եղել ինքը, սուրբ սեղանով, նաև խրամատատիպ ճանապարհ է եղել, որը գնացել է դեպի հյուսիս-արևելք, այդ հատվածում գտնվում է ճգնավորի խուց, որի շարունակությունը արդեն ավելի ձգվելով առաջ, ունենք տնտեսական նշանակության կառույցներ։ Դամբարանում ենք, այստեղ 2 գերեզման է հայտնաբերվել։ Նշանավոր մարդիկ են ամփոփված, պարզել են հնագետները։ Դամբարանի ներսում կան ճրագամաններ, գմբեթաձև, մասամբ պահպանված առաստաղ, փորագրված խաչքարեր։ Հայտնաբերված մարդկային ոսկորների մնացորդները դեռ ուսումնասիրվում են։ Եղել են այստեղ 2 հանգուցյալներ, մեկի վրա եղել է հարթ տապանակար, երկրորդի վրա եղել է 2 մասից բաղկացած 3 լանջ տապանակարեր, որոնք հիմա տեսնում եք։ Օհանավան գյուղի բնակիչներից մեկն է հողային աշխատանքների ժամանակ պատահաբար հայտնաբերել համալիրը։ Հնագետների խոսքով գտածոները հուշում են, որ առնվազն մինչև 13-րդ դարի կեսերը տեղացիների համար համալիրը նշանավոր ուխտատեղի է եղել։ Այստեղ գտել են նաև հայերեն քարե արձանագրություններ, որոնք ուղարկել են վերծանելու։ Իսկ նման խաչերը վկայում են, որ կառույցը վաղ քրիստոնեական է։ Այստեղ մենք ունենք կրկին փորված խաչ, որը արևելյան կողմն է նայում։ Այս մի հատվածն է մենակ գտնվել, որը արդեն 12-13-րդ դարին բնորոշ է։ Այսինքն մենք վաղից գալիս ենք արդեն 12-13-րդ դար։ Իսկ սա տուֆ է, այո։ Երկրորդն էլ է տուֆ։ Սա կարծր տուֆ է, սա արդեն փափուկ տուֆ է։ Արևելյան կողմում կա խորանի նմանվող կիսաշրջաձև կառույց։ Ենթադրվում է, որ այն հոգևոր նշանակություն է ունեցել։ Քիչ այն կողմ ճգնավորի խուցն է, որը փոքր-ինչ վնասվել է։ Կոտրված է բարավորի քարը։ Մենք ժամանակավոր դրել ենք հենափայտ, որպեսզի հետագա աշխատանքների ժամանակ մինչև ամրակայելը, սա հենակ հանդիսանա եւ թույլ տա փլվի։ Ամեն պահի քարաթափումների վտանգի տակ շարունակվում են պեղումները։ Հնագետները հույս ունեն, որ պատմական գանձերի բացահայտումից հետո դրանք խնամքով կպահվեն ու անհետ չեն կորչի մարդու թեթև ձեռքով։ Զարուհի Սահակյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեոսյան, Հայլուր։